Այսօր մայիսի 24-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների ջրասուզակները վաղ առավոտից Կոտայքի մարզի Մարմարիկ գետում շարունակել են մայիսի 4-ին որոնվող 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Ջրասուզակներն ու փրկարարները երեխային հայտնաբերել են Մարմարիկ գետում, Հրազդան ջերմաէլեկտրակայանի մոտ գտնվող կամրջի տակ։ Երեխայի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցել են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանում է դեպքի վայր։ Մայիսի 19-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սանի ջրասուզակները շարունակում էին մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։ Վաղ առավոտից փրկարար ծառայության աշխատակիցները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել էին Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կիլոմետրանոց անտառում։ Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մոտ 1 կիլոմետր լայնությամբ 3 կիլոմետր երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, վերջապես գտնելով 2-ամյա Տիգրանի մարմինը։